Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար, հատկապես այն պայմաններում, երբ տարածաշրջանը շարունակում է զգալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ազդեցությունը, ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի 2025 թվականի արդյունքների տարեկան զեկույցում։ ՆԱՏՕ-ն ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ զգալի առաջընթացը եւ գնահատում է Միացյալ Նահանգների շարունակական ներգրավվածությունը խաղաղության գործընթացում, նշված է փաստաթղթում։ Ընդգծվում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ էր երկկողմ կարգավորման եւ տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ։ ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել երկխոսությունն ու գործակցությունը Երևանի եւ Բաքվի հետ, նաեւ զեկույցի համաձայն Հայաստանը շարունակել է տրանսֆորմացնել մասնագիտական ռազմական կրթական համակարգը, իսկ Ադրբեջանն ակտիվացրել է փորձի փոխանակումը ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների հետ։ Դաշինքը նաեւ վերանայել է Վրաստանի հետ փոխգործակցությունը հաշվի առնելով 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները եւ դրանց հետևանքները։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտանիքսի էջում անդրադարձել է մայիսի 4-ից 5-ը Երևանում կայանալիք ԵՄ Հայաստան առաջին գագաթնաժողովին։ Անհամբեր սպասում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, Հայաստանը ԵՄ մտերիմ գործընկերն է եւ մենք անհամբեր սպասում ենք այս հարաբերությունների խորացմանը, գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։ Նրա խոսքով Եվրամիությանը եւ Հայաստանին միավորում են ընդհանուր արժեքներն ու միջազգային իրավունքին հանձնառությունը։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանի կառավարության խնդրանքով մինչև ապրիլի 6-ը երկարաձգում է իրանական էլեկտրակայաններին չհարվածելու որոշումը։ Բանակցությունները շարունակվում են եւ բավականին լավ, գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Թեհրանը թույլ է տվել 10 նավթատարի անցնել Հորմուզի նեղուցով։ Թրամփը կրկնել է, որ հաղթում են Իրանի դեմ պատերազմում եւ շուտով ամեն ինչ կավարտվի։ Այնուհանդերձ լուրեր են շրջանառվում, որ Հորմուզի նեղուցում կոնտեյներային նավ է այրվում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշացրել է, որ նեղուցով ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ կապ ունեցող երկրների նավերը հայտնվելու են թիրախում։ Իրանում նաեւ պաշտոնական մակարդակով հերքում են Վաշինգտոնի հետ բանակցություններ վարելու մասին Թրամփի հայտարարությունները։ Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը դիմել է Թրամփին, հորդորելով վերջնագրեր չներկայացնել Թեհրանին։ Նրա խոսքով պետք է հաղթեն եւ երաշխիքներ ստանան, որ պատերազմը չի կրկնվելու։ Փոխադարձ հարվածներն էլ շարունակվում են, կրկին թիրախավորվել են Թեհրանը եւ իրանական այլ բնակավայրեր, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք օբյեկտներ։ ԻՀՊԿ-ն կոչ է արել տարածաշրջանի քաղաքացիական բնակչությանը հեռու մնալ այն շրջաններից, որտեղ ամերիկյան բազաներ կան։ Պետքարտուղարությունն իր հերթին հորդորել է ԱՄՆ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Արաբական Միացյալ Էմիրություններ այցելությունից, իսկ արդեն այնտեղ գտնվող ամերիկացիներին պատրաստ լինել իրավիճակի հնարավոր վատթարացմանը։ Իսրայելից էլ խոստացել են ակտիվացնել եւ ընդլայնել Իրանին հարվածները։ Ուկրաինան եւ Սաուդյան Արաբիան պաշտպանական գործակցության համաձայնագիր են ստորագրել, հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով այդ փաստաթուղթը հիմք է ծառայում հետագա պայմանագրերի, տեխնոլոգիական գործակցության եւ ներդրումների համար։ Պատրաստ ենք կիսվել մեր փորձով եւ համակարգերով Սաուդյան Արաբիայի հետ եւ աշխատել ամրապնդելու տարածաշրջանային անվտանգությունը, շեշտել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով Կիևը կարող է օգնել Ռիադին պաշտպանվել իրանական աթեսներից եւ հրթիռներից, իսկ Սաուդյան Արաբիան ունի այն, ինչով հետաքրքրված է Կիևը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելի հայտնի էր դարձել, որ Զելենսկին նախապես չհայտարարված այցով մեկնել է Սաուդյան Արաբիա։ Գնահատում ենք Ռիադի աջակցությունը եւ աջակցում ենք նրանց, ովքեր պատրաստ են մեզ հետ գործակցել, նշել էր Ուկրաինայի նախագահը։ Դիանա Գասպարյան, լուրեր։